Տիկին Ղազարյան, հարցազրույցը սկսենք վերջին օրերին տեղի ունեցողից, մասնավորապես Գալստանյանի հայտնի ձայնագրությունը, ապա կալանավորումը, նաև մի կողմից ընդդիմադիր ուժերը, նաև Մայրաթոռը, այսպես ի պաշտպանություն են հանդես գալիս Գալստանյանի, ասում են, որ դա ահաբեկչական փորձ չէր, հակառակը իշխանությունն է փորձում ռեպրեսիայի ենթարկել, նաև ի դեպ նման արձագանքներ եղան Ռուսաստանից, Լավրովը պաշտոնապես հայտարարեց, որ հազարամյա Մայրաթոռի վրա հարձակումները տեղին չեն եւ մտահոգիչ են իրենց համար։ Մյուս կողմից այս բացահայտված ձայնագրությունները, որը իրավապահ մարմինները որակում են ահաբեկչության փորձ, հիմա ինչ է կատարվում։ Տեսեք, ես հերթականությամբ անդրադառնամ, իմ համար շատ մտահոգիչ է Ռուսաստանի Դաշնության այս հայտարարությունները, նույնիսկ Լավրովի մակարդակով, որ նման տիպի հայտարարություններ են ունենում եւ փորձում են ինչ-որ Հայաստանի ներքին կյանքին, այսպես քաղաքական կյանքին մասնակից լինել, բայց դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ ձայնագրությունները հանրությանն էլ հայտնի դարձավ, թե ինչ տիպի, ինչ մասշտաբի ահաբեկչություն էր նախատեսվում ու ամենասարսափելին այս ամբողջ պատմության մեջ այն էր, որ այդ ամեն ինչը գլխավորում էր երբեմնի հոգևորական, այսինքն դա ամեն ինչը իրականացվում էր եկեղեցու պատերի ներքո եւ եկեղեցին նաեւ ներքաշելով այս ամեն ինչի մեջ։ Իսկ մենք ինչ ենք անում, մենք այս ամբողջ ընթացքում փորձում ենք հանուն եկեղեցու անենք ամեն ինչ, որպեսզի եկեղեցին մաքրագործենք այնպիսի մարդկանցից, ինչպես այդ սևազգեստ ահաբեկիչներն են, որովհետեւ փաստացի դուրս եկավ, որ երբ որ արդեն հանցագործությունը ի հայտ եկավ, մի բան էլ փորձում էին թաքնվեին Վեհարանի պատերի ներքո, հետո էլ մեղադրեն ազգային անվտանգության ծառայողներին, որ Վեհարանի տարածք են մտել եւ ես էլի եմ ասելու ազգային անվտանգության ծառայողները ավելի մեծ բարոյականություն ունեն Վեհարանի տարածքում գտնվելու, քան այդ սևազգեստ ահաբեկիչները, որոնք այդ մասշտաբի ահաբեկչություն էին ուզում կազմակերպել ու այդ ահաբեկչությունը իրականացնելու էին հայրենակիցներիս անմիջական մասնակցությամբ, ներգրավելով տարբեր անձանց, խմբեր եւ այլն, որից դուժելու են շատ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչի համար ցավով եմ նշում, նույնիսկ ես ասում եմ զարմացած չեմ, բայց ցավ եմ զգում ու մտահոգությունս ավելի է ծանրանում եւ այս ամբողջ շղթայի մեջ չդիտարկել նաեւ Կտրիշ Ներսիսյանի մասնակցությունը, քանի որ մենք ինքներս լսել ենք ինչպես է Վազգեն Գալստանյանը ասում, որ ինձ ամբողջ շարժումը դեռ անցյալ տարի մեկնարկած օրհնված է եղել Կտրիշ Ներսիսյանի կողմից, այնպես որ ես կարծում եմ այս շղթայի մի մասը նրանք են կազմում եւ իրավապահները համապատասխան գործողությունների արդյունքում ի վերջո ինձ թվում է նրանց էլ են հասնելու, այնպես որ անխուսափելի է այս ամեն ինչը։ Նաեւ անդրադառնալով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, ես նկատեցի նույնիսկ Ռուսաստանի հանրային այսպես հեռուստատեսությամբ, երբ որ խոսել են լրագրող Կտրիշ Ներսիսյանի կրտսեր եղբորի հետ եւ արեց այնպիսի հայտարարություն, որ այս ամեն ինչը եկեղեցին անում է իշխանությունների դեմ զուտ նրա համար, քանի որ իշխանությունները արտաքին ինչ որ արևմտյան ուղղություն են բռնել այդ իսկ պատճառով, որպեսզի Ռուսաստանի հետ կապերը չխզվեն, եկեղեցին դուրս է եկել իշխանությունների դեմ, ինչը առավել եւս մտահոգիչ է, փաստորեն ինչ է կատարվում, այս ահաբեկիչները ուղղորդված են արդեն երրորդ երկրի կողմից, ինչի մասին արդեն բացահայտ են խոսում, սա արդեն 2 օր է բոլորն են լսել եւ բոլորն են տեղյակ ու իրապես ես զարմացած եմ նման հայտարարություններից եւ նման ուղիղ միջամտություններից։ Տիկին Ղազարյան, իսկ զարմանալի չէ, որ հենց ուղիղ եկեղեցին կամ որոշ եկեղեցականներ են ներգրավել իշխանափոխության համար, որովհետեւ օրինակ Ռուսաստանի հետ պարբերաբար փորձում են կապել եկեղեցուն, նույն Կտրիշ Ներսիսյանին ասում են, որ այս գործողությունները ուղղորդվում են երրորդ երկրից, բայց մենք գիտենք, որ ներսում նաեւ որոշ ընդդիմադիր ուժեր կան, որոնք կրկին ռուսամետ են եւ այդ շահերը պաշտպանում են, այսինքն այստեղ ինչ խնդիր կար, այս ուժերը իրենց դերը չէին կարողանում կատարել եւ հիմա արդեն եկեղեցու սպասավորներին ներգրավեցին, ինչու եկեղեցին մտավ ուղիղ քաղաքականության մեջ եւ ինչու այսպես սկսեց բացահայտ պաշտպանել այլ երկրի շահեր, քաղաքական ուժերի դեպքում դա որոշակիորեն դեռ ընկալելի է։ Ես կարծում եմ այն քաղաքական ուժերը, որոնք որ փորձում էին այստեղ որը հեղաշրջում, իշխանազավթում իրականացնել
իրականացնել, որովհետև տարիներ շարունակ իրենք երբևէ չեն ընտրվել եւ միշտ այսպես ասած իշխանությունը զավթել են ու իրականացրել են իրենց բոլոր գործառույթները եւ տեսեք մենք այսօր ինչ նախագծեր են քննարկում են բոլոր նախագծերը, որոնց իրենց օրոք արդեն օտարվել կամ չգիտես ինչ հանգամանքներով դուրս են եկել, օրինակ մեկը հեծի նախագիծը, որը հեծին վերաբերելի նախագիծը, ոչ թե այնտեղ հենց հեծի մասին էր խոսքը, ինչ որ նրանք փորձում էին որակավորել որպես խլել ինչ որ մեկի ձեռքից եւ այլն, դա բնավ նման միտում չունի, ես վստահ եմ մեր հանրությունն էլ դա հասկանում է, ինչ նպատակ է հետապնդում այս նախագիծը, բայց այնուամենայնիվ ինչ է կատարվել, այս ամբողջ ընթացքում փորձում էին իրանց այդ սև գործը գույք պարտքի դիմաց եւ այլն Հայաստանը մսխելու իրենց գործընթացը իրականացնել եւ դա փաստորեն իրականացնում էին նաեւ երրորդ երկրի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ, ու այսօր երբ որ այդ ուժերը սպառել էին իրար, այլևս այսպես մաշվել են իրանց լեզվով ասած, ինչ արեցին, փորձեցին այն մարդկանց, որոնք որ մի քիչ Հայաստանում գոնե մի քիչ հարգանք գուցե վայելում էին ու այսպես եզրասի Կտրիչ Ներսիսյանի եւ մյուսի միջոցով փորձեցին մտնել Հայաստանի ներքաղաքական կյանք ու քաղաքականություն, այսինքն սա էլ մի տակտիկական քայլ էր կարծում եմ։ Իսկ այն խոսակցությունները, որ պարբերաբար սկզբում Բագրատ Գալստանյանին էին տեսնում վարչապետի թեկնածու, վերջերս տեսնում ենք, որ արդեն մոբիլիզացիան Աջապահյանի շուրջ է, ընդդիմադիր երկու ուժերն էլ հայտարարում են, որ այո, կպաշտպանեն նրա թեկնածությունը։ Սա ինչի մասին է խոսում, որ ընդդիմությունը այնքան սնանկ է, որ թեկնածու չունի, թե հոգևորականները արդեն ուղիղ, այսպես ասած, հայտ են ներկայացնում քաղաքականություն մտնել եւ կամ երկուսը մեկում։ Այս խոսում է նրա մասին, որ ընդդիմությունը այլևս ոչնչացված է։ Թե խորհրդարանական, թե որովհետև ինչքան հնարավոր է քաղաքական առումով իրենց ոչնչացրեցին։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն ով է եւ ինչով է զբաղված եղել, բացահայտվել է, ինչը շատ լավ է։ Սկզբից Բագրատ Գալստանյանին արդեն նշեցի ինչ նպատակ ունեն, որտեղից էր գալիս այդ հրամանը եւ ինչ էին իրականացնում եւ վերջում տեսանք ինչ շատ վատ ծրագիր էին իրականացնում, Փառք Աստծո դա կասեցվեց, հուսանք էլ այլևս նման բանի ականատես չենք լինի։ Իսկ ինչ վերաբերվում արդեն Աջապահյանին, ես կարող եմ ասել, այս արդեն իրանց այն ամենավերջին այսպես փրկության ելևէջներն էին, ինչ արեցին, Էդմոն Մարուքյանը այսպես ընկած այսպես քաղաքական կրճոնների հետևից փորձում էր այս եղանակով էլ իր դեմքը փրկել, քանի որ ինչպես գիտեք, մի ժամանակ Դոգի հույսին էր մնացել, որ իրան առաջ տաներ, հետո Աղազարյանների հույսին էր մնացել, որ իրեն վարչապետ էին ուզում հռչակեին, հիմա տեսա, որ վերջնական ավելի է իր կերպարը ու իր տեսքը կորցնում, որոշեց, որ չէ, քանի Աջապահյանի մասին թեժ է գուցե հանրությունը խղճալով, զոհի տեղ դնելով Աջապահյանին դիտարկի որպես վարչապետի թեկնածու, որոշեց անմիջապես իր տեղը փոխել եւ Աջապահյանին տալ, բայց ցավոք ստացավ բացասական պատասխան, որովհետեւ փաստացի դա անիրականանալի process է, որի մեջ մտնելով մարդիկ միայն փչանում են, ոչ թե ինչ-որ դիվիդենդ են քաղաքական ձեռքբերում էլ, որովհետեւ քաղաքականապես նման անմտածված քայլեր մենակ իրենցից կարելի էր սպասել անհեռատես։ Եվ Տիկին Ղազարյան, զարմանալի չէ, որ այս բոլոր process-ները, գործընթացները հիմա են սկսվել, որովհետև ըստ էության ընտրությանը մնացել են հաշված ամիսներ եւ կարելի է սպասել հերթական խորհրդարանական ընտրություններին եւ ընտրությունների միջոցով ինչ-որ օրակարգ ձևավորել։ Հիմա ինչու են այս ուժերը, այդ թվում նաեւ եկեղեցին, ակտիվացել հիմա եւ փորձում են նման գործողությունների գնալ։ Նպատակը, միտումը ո՞րն է։ Եվ նաեւ ուզում եմ խոսեք այն մասին, թե շահառուն ով է լինելու, այսինքն ում է հասնելու այդ դափնե պսակը։ Մեկ Գալստանյանին են նշում, մեկ Աջապահյանին, Աջապահյանը որոշ ժամանակ առաջ Քոչարյանին էր մեջ բերում, որ ասում էր տղամարդ առաջնորդի կարիք ունենք։ Հիմա եթե հաջողեին այդ դափնե պսակը ումն էր լինելու։ Աջապահյանը Ստալինի բռնաճնշումներն էլ էր ողջունում, եթե ուշադիր եք եղել, այնպես որ Աջապահյանի խոսքը շատ տարբեր ու բազմաժանր է եւ ինքն էլ չգիտի ինքը ինչ է ուզում իրականում ու վաղուց արդեն քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս, բայց այնուամենայնիվ ինչ է սա նշանակում, որովհետեւ այո ընտրություններին ընդառաջ մտածում են, որ իրենք բացարձակապես ձայն չեն ունենա, գոնե շեմը չեն հատի ու սա այսպես հուսահատ քայլեր են, ցայտնոտի մեջ ընկած մարդկանց հուսահատ քայլեր են, արդեն այսպես ռեպրեսիայի, փորձելով ահաբեկչության, փորձելով ամեն գնով ամեն ինչ անել, որ չհասնի ընտրությունների օրը եւ եւս մեկ անգամ նրանք այդ պարտությունը չկրեն, այսպես ասած, դրա համար այս ամեն ինչը իրականացնում, ես էլի եմ իմ խոսքի մեջ նշել, նրանք մաշվել են միջև քոքը, ոնց որ իրենք են ասում եւ ինչ է տարիքիր հենց իրենք մաշվեցին միջև քոքը ու արդեն վստահաբար ասում եմ հաջորդ ընտրություններին իրանք ուղղակի շանս չունեն
ու այս ամեն ինչը նույնիսկ մարդկանց արյան գնով, մարդկանց կյանքերի գնով, ամեն ինչ չխնայելու գնով փորձում են իշխանազավթում իրականացնել ու փառք Աստծո, որ ինստիտուտները կայացել են, ուզում եմ շնորհակալություն իրապես հայտնել ազգային անվտանգության ծառայությանը, քննչական կոմիտեին եւ բոլոր մեր իրավապահ համակարգին, ովքեր կարողացան ժամանակին բացահայտել, հետեւել եւ նաեւ այս ամեն ինչը կանխել ճիշտ ժամանակին։ Եվ Տիկին Ղազարյան, վերջին օրերին ընդդիմադիր մեդիայում սկսեց շրջանառվել մի թեզ, որ եթե իշխանությունները շարունակեն այս ճնշումները կաթողիկոսի ուղղությամբ, կաթողիկոսարանը Հայաստանից կտեղափոխեն կամ առնվազն կսկսեն դրա մասին մտածել։ Դա առհասարակ դուք հնարավոր համարում եք եւ եթե ոչ, ապա այս խոսակցությունները ինչ միտում ունեն, ինչպես կարելի է Սուրբ Էջմիածին օրինակ տեղափոխել ինչ որ մի վայր եւ ըստ ձեզ որն է այն վայրը, որտեղ իրենք պատկերացնում են տեղափոխվել։ Ես ուղղակի կուզենայի իրանցից այդ հարցը պատասխանը ստանալ, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու տեղը Հայաստանի Հանրապետությունում է, իր հայրենիքում է եւ հետեւաբար եթե իրենց հայրենիքը ուրիշ երկրում է, մտածում են ուրիշ երկիր տեղափոխելու համար եւ ես էլի պետքա պնդեմ, որ պայքարը հանուն եկեղեցու ենք իրականացնում, որպեսզի եկեղեցին մաքրազերծենք սև ազգեստ ահաբեկիչներից։ Եվ հեծի մասով, Տիկին Ղազարյան, թեև դուք ձեր խոսքում նշեցիք, բայց այս ընթացքում շատ է խոսվում, որ խնդիրը ոչ այդքան հեծն էր, որքան Սամվել Կարապետյանը, երեք ընդդիմադիր падգամավորներից մեկը ձեզ մեղադրեց, ասաց, որ դուք հենց Սամվել Կարապետյանի դեմ եք գործում, որովհետև նա բարերար է, դուք չարի իշխանություն, դուք խլում եք նրանից հեծը։ Հիմա խնդիրը իրապես որևէ անձ է, անձի շուրջ է, թե իրականում խնդիրը հեծն է։ Տեսեք, երեք ինչ էր կատարվում խորհրդարանում։ Խորհրդարանում կարծես ամբողջ ընդդիմությունը հանդես էր գալիս Սամվել Կարապետյանի փաստաբանի դերում, որովհետև Սամվել Կարապետյանը փող ունի։ Այս մարդկանց աչքերում, ուղեղներում, կյանքում, հոգեկերտվածքում, մտածելակերպում փողից են կողմ ոչինչ չեն տեսնում։ Ես էլ եմ ասում, 18 թվականին իրենց առաջնորդի այդ բյուջեն ավելի մեծ էր, քան Հայաստանի Հանրապետության բյուջեն, այսինքն նրանք ամեն ինչ չեն խնայում հանուն իրենց գումարի, իրենց ունեցվածքի։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէր, որ բոլորը ստանձնել էին Սամվել Կարապետյանի փաստաբանի դերը։ Իսկ օրենքի առաջ բոլորն են հավասար, կապ չունի եկեղեցական ես, հոգևորական ես, չգիտեմ, հարուստ ես, օլիգարխ ես, թե բարերար ես, եթե դու ինչ որ մի հանցագործության կոչ ես անում, ինչ որ ահաբեկչության մասնակից ես, այդ շղթայի մաս ես, դու պարտավոր ես օրենքի առաջ կանգնես ու դա նորմալ է։ Կարծում եմ սա է այն քայլը, որին մենք հասել ենք, ու այստեղ արտոնյալներ որևէ մեկը չկա։ Եթե ուշադիր կլինեք, ողջ նիստի ընթացքում խոսեցին ամեն ինչից, բայց ոչ մեկ չհիշեց, որ ահաբեկչության փորձ է կանխվել։ Ինչքան էլ մենք խոսում ենք, նրանք լռում էին։ Իսկ ինչ կարող ենք ենթադրել այս ամեն ինչից, որ իրենք արտոնյալ դերում էին, գուցե իրանք էլ են իմացել այդ ամեն ինչի մասին ու լռել են։ Սա էլ է հետևություն, որ պետք է անել նրանց վերաբերյալ, որովհետև ոչ մեկ այդ մասին չխոսեց, միայն Գեղամանուկյանը նշեց, որ ԱԱԾ-ի տղաները որպես սելջուկներ փորձելով վերավորել ծառայողներին մտել էին վեհարան, ինչը ես սուր ծակեց ականջս եւ դրա վերաբերյալ եմ նաեւ նշում, որ ԱԱԾ-ի տղաները այդ սևազգեստ ահաբեկիչներից ավելի մեծ բարոյականություն ունեն վեհարանուի տարածքում գտնվելու։ Չէ, ինչի Քրիստինե Վարդանյանն էլ ասաց, որ ինչպես լիցենզավորված զենքերով հնարավոր է ահաբեկչություն կազմակերպել։ Այսինքն իրենք ոչ միայն չքննադատեցին, այլ հակառակը պաշտպանեցին եւ որոշակի թեզերով փորձեցին արդարացնել այդ տեղի ունեցածը։ Ես լսել եմ Քրիստինե Վարդանյանի հայտարարությունը, այսինքն ի՞նչ է նշանակում։ Հիմա մենք պետք է հաշվի առնենք լիցենզավորված զենքով են այդ ահաբեկչությունը իրականացնում, թե ապօրինի կերպով ձեռք բերված զենքերով են այդ ահաբեկչությունը կատարում։ Փաստացի փաստ էր, չէ՞, որ զենքերը արգրավեցին։ Հիմա չեմ հասկանում էլի տրամաբանությունը, եթե լիցենզավորված ուրեմն ահաբեկչությունը օրինական է, օրինականության հիմունքներով են իրականացնում։ Կամ ճայթուկները ասում են, ինչ Լուրջ եք ասում, իսկապես ճայթուկներից, աստղիկներից, ավտովթարներից եւ այլն ոչ մի վտանգ մարդկային կյանքին վերաբերող չկա։ Ես զարմանում եմ ուղղակի այդ տրամաբանության վրա ու զարմանում եմ այն մարդկանց վրա։ Ես ուղիղ մտածում եմ, այն մարդիկ, ովքեր նման քայլեր աջակցում են, նշանակում է նրանք եւս մասնակից են այդ հանցագործությանը, այլևս ոչինչ չունեմ ավելացնելու։ Եվ Տիկին Ղազարյան, եթե ամփոփենք այս ամբողջ ընթացքում, որ տեսնում ենք ներսում որ ուժերն են պաշտպանում Գալստանյանին, Աջապահյանին եւ տեսնում ենք նաեւ դրսի աջակցությունը հստակ Ռուսաստանի հայտարարությունները։ Ռուսաստանից եկող հայտարարությունները ինձ հետաքրքիր է, ավելի շատ օգնելու են այս իրավիճակում այս մարդկանց, թե խանգարելու են։ Այսինքն այս աջակցությունը, որ կա, Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, անգամ падգամավորներից մեկը նշել էր, որ այս ձերբակալությունները ուղիղ հարվածելու են հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին։ Սա այս մարդկանց ավելի շատ օգնելու է, թե խանգարելու է եւ ինչ կապ ունի այս տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հետ։ Տեսեք, մեր արտաքին հարաբերությունները
որ ուզում են կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք ոչ մի խնդիր միշտ չենք բերել եւ մենք ասել ենք, որ մենք բոլորի հետ փորձում ենք բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն վարել, որովհետեւ մեկի հետ ընդգծված արճակատում չունենք, տարածաշրջանում ենք ուզում կարգավորել մեր հարաբերությունները, այնպես որ այդ հարաբերությունների հարցում մենք ոչ մի խնդիր չունենք, բայց մենք տեսնում ենք շարունակաբար ռուսական բոլոր ալիքներով այդ մեզ հակադարձությունները, սուր միջամտությունները, ներքաղաքական կյանքի միջամտությունները, ես սա մտահոգիչ եմ համարում, ինչպես եւ սկզբում իմ խոսքի ասացի եւ կոնկրետ նշեցի, որ նաեւ խորհրդարանում աջակցող քննադատող գոնե թե մի խոսք չեմ լսել եւ ինչպես դուք նշեցիք, նույնիսկ էլ փորձում են ինչ-որ կերպ ինչ-որ մի բանից կախվելով, էլ Գառնիկ Դանիելյանը խոսեց, որ գուցե արհեստական բանականությամբ է ձայն, այսինքն հնարավոր մի պատճառ գտնեն, որ արդարացնեն նման գործունեությունը, ինչը ես շատ վատ եմ դիտարկում, իմ դիտարկմամբ ցանկացած նման տեսակի հանցագործության փորձել արդարացումը դա կարծես թե աջակցել նման process-ի կրկին կատարվելուն, ինչը բացասական են բնականաբար գնահատում բոլորի կողմից։ Իսկ Ռուսաստանի հայտարարությունները ամեն դեպքում օգնելու են, թե խանգարելու են այս մարդկանց։ Այս մարդկանց պետքա որ խանգարեն, որովհետև ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ աշխատում են դրսի ուժերի անմիջական ազդեցության ներքո եւ երևի չեմ խոշի հիմա արդեն ասելու, որ ռուսական ազդեցության գործակալներ են լինեն, ինչը որ իրանք մեզ անընդհատ ասում են, եթե մի բան է լինում, անընդհատ մեզ ասում եք, ահա, սա ռուսական ազդեցության գործակալ, բայց այս ամեն ինչից ինչա դուրս գալիս, որ հենց ճիշտ էլ ենթադրում էինք։